Եթե շրջանցում ես Իրանն ու Ռուսաստանը, այլ ճանապարհ քան Ադրբեջանով անցնելու, քան այդ ճանապարհները, որ պիտի անցնեն Ադրբեջանով, չկա։ Այսինքն ինքը ի նկատի ունի մի պարագա, որ Իրանն ու Միացյալ Նահանգները պիտի լինեն թշնամի։ Դրա համար էլ ես ասում եմ, մենք պիտի աղոթենք, որ Իրանն ու Միացյալ Նահանգները դառնան բարեկամ։ Ու այդ ժամանակ Ադրբեջանի դերը կտրուկ կնվազի, ու ես հուսով եմ, որ Հայաստանի Հանրապետության իշխանություններից որևէ մեկը մի 10 տարի հետո այդ նույն նախադասությունը, ինչը Իլհամ Ալիևն ասում է Հայաստանի մասով, նույնը կասի Ադրբեջանի մասով, որ սխալ գնահատեց իրավիճակը եւ դուրս մնաց տարածաշրջանային գործընթացներից։ Ընդ որում պիտի ասեմ, որ լոգիստիկ առումով, ճանապարհների առումով Հայաստանն ունի նույնքան հնարավորություններ, ինչքան Ադրբեջանը։ Իհարկե Ադրբեջանը նաեւ մեծ կարգապահ երկիր է եւ Կասպից ծովի հետ Կասպից ծովով նաեւ սահմաններ ունի որոշակի երկրների հետ, բայց մեծ մերձավոր Արևելքի, Հնդկաստանի, Չինաստանի եւ այլն այս ուղիների առումով Հայաստանը լուրջ լոգիստիկ հնարավորություններ ունի եւ այդ լոգիստիկ հնարավորությունները վաղ թե ուշ օգտագործվելու են։ Ու դա բացարձակ կախված չի Ադրբեջանի կամ Թուրքիայի կամքից։